Երևանում կայացած ընկերական խաղում Հայաստանի ազգային հավաքականը 1-1 հաշվով ոչ ոքի է խաղացել Մոլդովայի ընտրանու հետ։ Մեր թիմի կազմում միակ գոլի հեղինակ է դարձել Արտուր Սերոփյանը, սակայն պաշտպանությունում առկա խնդիրները կրկին թույլ չեն տվել պահպանել հաղթական հաշիվը։ Այս արդյունքով հավաքականի անհաղթանակ շարքը հասել է 7 հանդիպման, իսկ սեփական դարպասը գոլից չպաշտպանելու շարանը ձգվել է արդեն 40 խաղ։ Թիմի խաղում տեսանելի առաջընթացի բացակայությունը լուրջ կասկածներ է հարուցում սեպտեմբերին մեկնարկող ազգերի լիգայի մրցաշարից առաջ։ Սեպտեմբերին Հայաստանի ընտրանին սեփական հարկի տակ կփորձի շտկել իրավիճակը Լատվիայի եւ Չեռնագորիայի հավաքականների դեմ պաշտոնական խաղերում։ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու մեղադրանքով եւ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Ծառուկյանին այսօր Զվարթնոց օդանավակայանից չեն թողել մեկնի երկրից։ Դեպքի առնչությամբ մեկնաբանությամբ է հանդես եկել կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը, նշելով, որ Գագիկ Ծառուկյանը տիկնոջ հետ նախապես պլանավորված 2-ից 3 օրյա այց է ունեցել խիստ անձնական եւ ընտանեկան նպատակներով։ Տոնոյանի փոխանցմամբ, երբ օդանավակայանի անձնագրային անցակետում Գագիկ Ծառուկյանին հայտնել են, որ անհրաժեշտ է ինչ-որ բան ճշտել, նա պատասխանել է, որ ճշտման կարիք չկա, եւ եթե դա պետք է այլ մեկնաբանությունների տեղիք տա, ապա ինքը հրաժարվում է ուղևորությունից եւ վերադառնում է տուն։ Նիկոլ Փաշինյանը մեկամսյա դադարից հետո կառավարության անդամների հետ առաջին աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել, նախանշելով առաջիկա անելիքները։ Փաշինյանը հայտարարել է Գյումրիում արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին, ընդգծելով, որ մինչ այդ քաղաքում անհապաղ պետք է սկսել գործնական քայլերը։ Նա պատրաստվում է շրջանցել տեղական ինքնակառավարման մարմիններին եւ սկսել ճանապարհաշինական աշխատանքներ։ Ես ուզում եմ առանձնահատուկ ընդգծել այն ինչ նախընտրական շրջանում խոսել եմ կապված Երևանի եւ Գյումրիի հետ։ Ես անկեղծ ասեմ, այն ինչ տեսա Գյումրիի թաղամասերում, ճիշտն ասած ինձ համար անսպասելի էր եւ նաեւ ինչ որտեղ տենց շոկային ազդեցություն ես չի կարող պատկերացնել, որ այն երկիրը, որտեղ ես վարչապետ եմ, մասնավորապես 58 թաղամասում կարող են լինել այդպիսի վիճակում գտնվող բակեր, փողոցներ, որը խայտառակ տեսարաններ է։ Մենք պետք է գտնենք ձևերը, որ եթե անհրաժեշտ է, իհարկե ես ասել եմ, որ կարծում եմ, որ Գյումրին պետք է մենք հնարավորինս արագ ունենանք արտահերթ ընտրություններ, բայց միջև էդ թեկուզ շրջանցելով տեղական ինքնակառավարման մարմիններին, մենք պետք է այնտեղ արագ գործողություններ իրականացնենք այսօրվանից սկսած։ Իրանական կողմը Հորմուզի նեղուցում խոցել է ամերիկյան Ապաչե տիպի ռազմական ուղղաթիռ։ Դոնալդ Թրամփը հաստատել է միջադեպը եւ հայտարարել Միացյալ Նահանգների պարտադիր պատասխան գործողությունների մասին։ Այս սրացումը տեղի ունենում Թեհրանի հետ հնարավոր հաշտության պայմանագրի շուրջ հնչող լավատեսական հայտարարությունների ֆոնին։ Սպիտակ տան ղեկավարը փորձում է ամեն գնով խուսափել լայնածավալ պատերազմից, ճնշում գործադրելով նաեւ իսրայելական կողմի վրա։ Վաշինգտոնի շտապողականությունը պայմանավորված է Հորմուզի նեղուցի փակման սպառնալիքով եւ Միացյալ Նահանգներում սպասվող կարևոր իրադարձություններով։ Թրամփը ձգտում է Միացյալ Նահանգների հիմնադրման 250-ամյակին ընդառաջ գրանցել խոշոր արտաքին քաղաքական հաղթանակ։ Այդուհանդերձ ուղղաթիռի կորուստը կասկածի տակ է դնում դիվանագիտական ջանքերի իրական արդյունավետությունը։ ԱՄՆ-ն եւ Իրանը հզոր հարվածներ են հասցրել իրար Մերձավոր Արևելքում ամերիկյան Ապաչե ուղղաթիռի միջադեպից հետո։ Պենտագոնը Հորմուզի նեղուցի մոտ իրանական հակաօդային պաշտպանության եւ ռադարների ուղղությամբ հարձակումների 3 ալիք է ունեցել։ Վաշինգտոնում հարձակումն անվանել են նախազգուշական կրակոց եւ հույս հայտնել, որ այն չի խանգարի բանակցություններին։ ԻՀՊԿ-ն հրթիռներ եւ դրոններ է արձակել տարածաշրջանում ամերիկյան բազաների ուղղությամբ, ներառյալ Բահրեյնում 5-րդ նավատորմի շտաբի։ Իրանի իշխանությունները նաեւ հայտարարել են, որ խոցել են $30 միլիոն արժողությամբ MQ-9 Reaper անօդաչու թռչող սարք։ CNN հեռուստաալիքը վերջերս բացահայտել է Իսրայելի գերգաղտնի ռազմական եւ հետախուզական ստորաբաժանումների արկայությունը Ադրբեջանի տարածքում։ Ըստ հրապարակված տվյալների Իսրայելն Իրանի սահմանակից գոտում տեղակայել է հատուկ ջոկատայիններ եւ Մոսադի աշխատակիցներ Թեհրանի դեմ գաղտնի գործողություններ իրականացնելու նպատակով։ Պաշտոնական Բաքուն այս տեղեկություններն անվանել է անհիմն զրպարտություն եւ կտրականապես հերքել է իր տարածքի օգտագործումը նման առաքելությունների համար։ Տվյալների այս միտումնավոր արտահոսքը փաստացի զրկում է Ադրբեջանին Իրանի հետ
հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորությունից եւ նրան ավելի ամուր է շղթայում Թել Ավիվի ռազմավարական շահերին։ Նման բացահայտումները լուրջ կասկածի տակ են դնում նաեւ Վաշինգտոնի նախաձեռնած TRIP նախագծի կայունությունն ու անվտանգությունը միջազգային ներդրողների համար։ Տարածաշրջանային այս խաղում Թուրքիայի անվերապահ աջակցությունը Բաքվին դեռևս մնում է Իրանի լայնամասշտաբ գործողություններից զսպող միակ իրական գործոնը։ Թեև Թեհրանն առայժմ զսպվածություն է ցուցաբերում, սակայն իսրայելական ներկայության փաստը ցանկացած պահի կարող է դառնալ ուղղակի պատերազմի իրական առիթ։ Դաղստանի Կիզիլյուրտ քաղաքի մայրուղային գազատարի վրա 3 հզոր պայթյուն է որոտացել։ Բռնկված խոշոր հրդեհի պատճառով փրկարարներն անմիջապես սկսել են հարակից շրջանների բնակիչների տարհանումը։ Ոլորտի պատասխանատուները միջադեպի նախնական պատճառ են համարում գազի արտահոսքը, սակայն պայթյունների հաջորդականությունը դեռևս հստակ հիմնավորումների կարիք ունի։ Տարածաշրջանի իշխանությունների փոխանցմամբ պատահարի հետևանքով զոհեր կամ վիրավորներ չկան։ Ուկրաինան եւ Լատվիան Տալինում անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության մասին պաշտոնական համաձայնագիր են ստորագրել։ Գործարքը կայացել է Ուկրաինա, Հյուսիսային Եվրոպա եւ Բալթյան երկրներ գագաթնաժողովի շրջանակում։ Նախագահ Զելենսկու պնդմամբ այս գործակցությունը կօգնի փոխանակել մարտական փորձն ու հզորացնել երկու երկրների պաշտպանական համակարգերը։ Լատվիական կողմն ակնկալում է այս ճանապարհով տիրապետել տեխնոլոգիական բացառիկ նմուշներին եւ գործարկել նոր արտադրական գծեր։ Սակայն ստորագրված փաստաթղթի իրական ազդեցությունը դեռևս մնում է անորոշ, քանի որ կողմերը չեն հստակեցրել ծրագրի ժամկետներն ու ֆինանսական չափանիշները։ Հանդիպման ընթացքում Զելենսկին նաև վերահաստատել է, որ Եվրոպայի անվտանգությունն անհնար է առանց Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Նմանատիպ համաձայնագրերով Կիևը փորձում է գործնականում ապացուցել իր արժեքը Հյուսիսատլանտյան դաշինքի համար։ Դոնալդ Թրամփի եւ Բենյամին Նեթանյահուի երբեմնի սերտ հարաբերություններն այժմ լուրջ շաքեր են տվել։ Նյու Յորքում Իսրայելի նախկին գլխավոր հյուպատոս Ալոն Պինկասը CNN-ի եթերում հայտարարել է նրանց միջև արկա լիակատար անջրպետի մասին։ Վերջին 2 շաբաթվա ընթացքում Թրամփի հրապարակային կոշտ հայտարարությունները փաստում են այդ քաղաքական սառնության մասին։ Տարածաշրջանային լարվածության ֆոնին Նեթանյահուն Լիբանանի դեմ ռազմական գործողություններից դուրս գալու որևէ հստակ ռազմավարություն չունի։ Այս հակամարտությունը վերածվել է վարչապետի նախընտրական քարոզարշավի բաժանելի եւ շահավետ մասի։ Իշխանությունը պահպանելու միակ հնարավորությունը Նեթանյահուն տեսնում է երկիրը մշտական պատերազմի վիճակում պահելու մեջ։